Շարունակում ենք աշխատել ու եթերում իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը, բարև ձեզ պարոն Բոզոյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մեր զրույցը 2-3 մասի բաժանենք, կարող ենք սկսել Նիկոլի վերջին այցից կամ Իրանի շուրջ, որ թեմայից Մեկը։ Ես միշտ ինձ հետագ, Մարիամ, որ թեմայից սկսենք։ Ռուսաստան այց, Նիկոլը Ռուսաստանի Դաշնությունում էր, շատ հետաքրքիր է, վստահ եմ, որ դուք հետևել եք այդ այցից հետո միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանի Դաշնության հայտարարություններով հանդես եկան եւ այսպես ասում են նորից վերահաստատեցին այն ինչ որ կար, որ կարող է Հայաստանը լուրջ խնդիրներ ունենա, անգամ օդային տարածքը կարող է փակվել, այսինքն թռիչքները չլինեն, քիչ առաջ նոր խոսում ենք պարոն Նահապետյանի հետ, ասենք գուցե մեզ դե քանի որ Ֆրանսիայի, Փարիզից, Բելգիայից, Բրյուսելից, Եվրոպայից էլ չկա, այսինքն մեզ մնում է մի ճանապարհ, կռահեք, որն է 1-2 ճանապարհ, կամ Բաքվից կամ Ստամբուլից, փաստորեն սա է առաջարկելու այսօրվա մեր իշխանությունը, եւ այսօրվա մեր իշխանությունը իդեպ քիչ առաջ է կրկնեցի, փաստորեն Քրիստինե Վարդանյան եւ առհասարակ քննադատողները ճիշտ էին, որ այս մարտիկ մի օր էլ գալու են ասել մեր անվտանգության երաշխավորը մեզ ընդհանրապես պետք չի անվտանգության երաշխավոր, մեզ պետք չի, բայց մեկ էլ մի օր անկեղծ անալու են ասել, որովհետեւ մենք ունենք Ադրբեջան, ինչպես երեք չառաջոր Ալեն ասաց, որ այո, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է։ Ռուսաստանի Դաշնությունից նաեւ ԵԱՏՄ-ի հետ կապված այդ հայտարարությունները եղավ եւ շատ կոնկրետ սեղանի վրա ամեն ինչ դրվեց, որ կարող է մի օր հանկարծ գազի, գինը եւ այլն, օրինակ, այսպես բարեկամաբար որոշեն, որ ինչպես վաճառում են այլ երկրների, այդպես վաճառել մեզ եւ մենք ստիպված ենք, օրինակ, ձմռանը մարդիկ վճարում են 100,000 դրամ կամ 50,000 դրամ, 4-5 անգամ ավելի շատ ստիպված են վճարել եւ դա ինչ է ընդհանրապես այստեղ տեղի ունենալու։ Էլ չեմ ասում, որ տարանման երկիր է դարձել պատերազմից հետո, դրա մասին էլ հենց հաջորդ օրը հայտարարություն արեցի, որ օրինակ այս կամ այն ապրանքատեսակները 3-4 անգամ մեծացել է, այսինքն ցույց տվեցի, որ եթե մենք միջև աչք էինք փակի, ապա այս համար պարզ է, չէ՞ որ դա հայկական չի, այլ երկրից է։ Ինչև է դուք ինչպես է գնահատում այդ այցը եւ ինչու այդպես շարունակական բնույթ կրեց եւ Վարսաշյան պաշտոնյաները Ռուսաստանի Դաշնությունից հայտարարություններով հանդես եկան, Զատուլինը շատ խիստ գնահատականներ հնչեցրեց, մեկ անգամ եւս անդրադարձավ, բացի այդ 4 հեռուստաընկերություն եւ մեկ խոշոր լրատվամիջոց մանրամասը նորից եւ բավականին սուր տեսանկյունից քննադատեցին Նիկոլին եւ ընդհանրապես իր վարած քաղաքականությունը։ Ինչու, ինչ է տեղի ունեցել եւ ուր է տանում սա։ Տեսեք, որպեսզի մենք ընդհանրապես հասկանանք, թե ինչ այց է, մենք պետք է վերադառնանք այն խնդրին, թե ընդհանրապես Ռուսաստանը ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ։ Եթե մենք հիշենք 21 թվականի ընտրությունները, այն նախկին ընտրությունները, որ գնացին, հա, ապա նախկին ընտրությունների ժամանակ Ռուսաստանը փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ։ Նույնիսկ ընտրություններից անմիջապես հետո 21 թվականի ընտրություններից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին համոզիչ հաղթանակի արդյունքով, այսինքն համոզիչ հաղթանակը ձևակերպում էր։ Հա, ինչու, որովհետև այն ժամանակ նոյեմբերի 9-ի համաձայնագիր կար, որտեղ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ինքը հավատարիմ էր այդ նոյեմբերի 9-ի համաձայնագրին, եւ կարելի ասել, որ ինքը ուներ որոշակի աջակցություն Մոսկվայի կողմից։ Եթե հիշենք, որ 21 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի գլխավոր շտաբի հայտարարությունը, որ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հեռացումը, խիստ արձագանք եղավ Թուրքիայի կողմից եւ Թուրքիայի պատկան մարմինները հրապարակավ աջակցեցին Նիկոլ Փաշինյանին այն ժամանակ եւ գնաց այսպես ասած կուլիսային բազար Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ թե ինչպես պետք է փոխվի Հայաստանի իշխանությունը, որի արդյունքում մարտի վերջում 21 թվականի Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բոլորի համար պարզ դարձավ, որ այդ որոշումը նաև ռուս-թուրքական ընդհանուր համաձայնության կոնտեքստի մեջ էր։ Այն ժամանակ հիշեցնենք, որ Փաշինյանին փաստացի անվերապահ աջակցում էր Թուրքիան, անվերապահ աջակցում էր Արևմուտքը եւ փաստացիորեն կարելի ասել, որ նաև աջակցում էր նաև Ռուսաստանը, ինչու, որովհետեւ կար նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ կապված խնդիրը, որի նկատմամբ վերապահում էր այն ժամանակվա անդիմությունը եւ բոլորի մոտ կար ընդհանուր հայտարար, որ Փաշինյանի միջոցով, կոմպրոմիսի միջոցով հնարավոր կլինի այսպես ասած պահպանել կայունությունը տարածաշրջանում։ Այսօր իրավիճակը ֆունդամենտալ տարբերվում է, որովհետեւ Փաշինյանը արդեն հայտարարում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշը արմատապես փոխվելու է, ինքը պարզապես հայտարարում է դրա մասին, այսինքն հայտարարում է, որ ինքը օրենք է ընդունել, որ Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրոպական միության հետ,
եւ փոխելու է եւ բնականաբար այդ դիրքորոշումը արմատապես փոխել է նաեւ Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Եսեք, երբ որ Թուրքիան այս վերջի Ֆիդանի հայտարարությամբ հրապարակավ հայտարարեց, որ ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, Եվրոմիության ղեկավարները հայտարարեցին, որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, մայիսի 4-ին Եվրոմիության ղեկավարները լինելու են Երևանում եւ իրենք ես կասկած չունեմ, որ անվերապահ իրենց աջակցություն են ցույց տալու Նիկոլ Փաշինյանին, այդ ժամանակ ռուսական քաղաքական շրջանակների մեջ առաջացավ հետևել հարցադրումը, եթե բոլորը պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, եթե հայ ժողովուրդը մնում է մենակ, միայնակ մնում, ապա փաստորեն կստացի, որ այդ ճնշ կարող է ճնշի հասարակության վրա եւ մենք պետքա մեր դիրքորոշումը ցույց տանք, որպեսզի ժողովուրդն էլ իմանա դրա մասին, որ մենք մեր դիրքորոշումը ինչպիսին է։ Եվ դրան հենց դրա պատճառով իրանք հրավիրեցին Փաշինյանին Մոսկվա, հրապարակային մակարդակով ցույց տվեցին, որ իրենք այս անգամ փաստացի պաշտպանել են Հայաստանի Շատ լավ, դա վստահ եք, որ շարունակական է լինելու, այսինքն հստակ իրենք Տեսեք, ես դա ոչ թե ասում եմ վերլուծություն, դա ինֆորմացիա եմ ասում ձեզ, որ դուք իմանաք։ Այսինքն Մոսկվան հստակ հայտարարում է, որ այս անգամ հաշվառնելով են հանգամանքը, որ Փաշինյանը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, իրենք աջակցելու են Փաշինյանի հակառակորդներին։ Սա պարզ էր։ Եվ Պուտինը իր բնորոշ ավելի մեղմ ձևով դա ձևակերպեց, հետագայում ասենք իր շրջապատի բոլոր գործիչները դա հստակ ձևակերպեցին, ես էլ չհաշված նաև բոլոր ռեպորտաժները, որ գնացին։ Բայց դա ոչ մի տարօրինակ բան չկա, որտեղ արդեն նոյեմբերին համաձայնագիր գոյություն չունի, ըստ էության Փաշինյանն էլ արդեն բացահայտել է իր Չէ, որ աշխատավոճի բան կա, նաև ռուսները այդպես չեսում, եվրոպացիք հիբրիդային պատերազմ են անում, բացահայտ դրա մասին։ Մենք ընտրություններին փող ենք տալի, մենք պաշտպանում ենք Նիկոլին, մենք պահանջում ենք սա։ Թուրքիան ասում է, ես աջակցում եմ իրան, մենք կարող ենք սա անել, բայց ասենք, այս մեծ ահռելի բանը Ռուսաստանից հայ ժողովուրդը ստանում է, մեր պետությունը ստանում է, բայց դրա հետ կապված առաջին անգամ, որ առաջին դեպքում մակարդակով այդպես հայտարարեցին, որ տեսեք ինչ կարող է Ները դժգոհում են, որ Ռուսաստանի այսօրվա իշխանությունները հետ են մնացել այդ տրենդից եւ ի տարբերություն Միացյալ Նահանգների, Թուրքիայի, իրենք այդքան բացահայտ չեն դիրքորոշում հայտնում, որի արդյունքում իրանք զիջում են։ Օրինակ իրանք պարտվեցին Վենեսուելայում, վտանգ կա Կուբայում պարտվել, Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում, բոլոր տեղերում պարտվել են հենց այսպիսի երկակի պահվածքի պատճառով, հա, որի արդյունքը սա է, այսինքն ինչ ասեց Ռուսաստանի իշխանությունը, ինքը ասեց հետևյալը, հայ ժողովուրդ, դու այսօրվա դրությամբ ստանում ես 1500 կուբամետր գազի համար 177 տալիս ես, վճարում ես $177։ Եթե դու փոխում ես քո ուղենիշը, 4 անգամ շատ ես վճարել։ Տալու ես մինչև մոտավորապես $600։ Դուք հաշվի առեք այն հանգամանքը, որ Հայաստանի համակարգը այնպեսին է, որ Հայաստանի բնակիչը չի վճարում $170, դա գումարվում է նաև այն սպասարկման համակարգը, որ աշխատում է։ Եթե դու գինը բարձրացնում ես ընդհանուր գազի, սպասարկման համակարգը կարող է երկակի բարձրանա եւ Հայաստանի սպառողը արդեն վճարի շատ ավելի մեծ թիվ։ Եվ մարդիկ չեն էլ պատկերացնում, թե դա ինչ է դա նշանակելու։ Ընդհանրապես բոլոր հաշվարկնոցից է տալիս, որ եթե մոտավորապես $300-400 լինի, ասենք Հայաստանի գազի գինը, ապա Հայաստանում ոչ մի էկոնոմիկա այլևս չի աշխատի։ Հայաստանի էկոնոմիկան պարզապես կհայտնվի քարե դարում։ Իմիջայլոց լավ է, ես հիմա տեսնում եմ մեր այն 3 հիմնական ուժերը, որ մտել են պայքարի մեջ, արդեն էլ իրանք էլ էսպես բան չէ, շատ բան խոսում են։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցի ժամանակ ասեց առնվազն տարօրինակ է, մեր ազգաբնակության 70-80%-ը եկամուտ է ստանում Ռուսաստանի հետ ապրանքաշ շրջանառությունից։ 3 թե 3 չառաջ օրը Գագիկ Ծառուկյանը կոնկրետ ասեց, որ այսպես է, բա Ռուսաստանը ես մի թիվ բերեմ, լավ է, էլի որ հիմա մի թիվ բերեմ, որպեսզի մեր հասարակությունը իմանա։ Հայաստանի էքսպորտը արտահանումը 25 թվականի դրությամբ կազմել է $8 միլիարդ 600 միլիոն $։ Հիշենք այդ թիվը, $8 միլիարդ 600 միլիոն $։ Ուրեմն ամենաշատ էքսպորտը գիտեք որ ուղղությամբ է գնացել։ Ռուսաստան մոտավորապես $3 միլիարդ, ավելի կոնկրետ $2 միլիարդ 965 միլիոն $։ 35%-ը Հայաստանի էքսպորտի գնում է դեպի Ռուսաստան։ 35%-ը։ Երկրորդ տեղում գիտեք որն է։ Էմիրատները 2 միլիարդ մոտավորապես 90 միլիոն $։ 2 միլիարդ, բայց այդ Էմիրատների էքսպորտի այրոցի բաժինը դա ռեէքսպորտի խնդիրն է, այսինքն էլի Ռուսաստանն է անուղակի մտած մեջը։ Այսինքն անուղակիորեն Ռուսաստանը մեկ ինչքան փող է 86 միլիարդ $-ից 86 միլիարդ $-ից անուղակի, բացի 5 միլիարդի 80%-ը փաստացի ընկնում է Ռուսաստանի հաշվին։
Դուք հասկանում եք, ես մեր ժողովուրդը պետք է պատկերացնի, թե ինչա նշանակում։ Երրորդ տեղում Չինաստանն է 9%, մոտավորապես 750 միլիոն դոլարից ավել։ Հետաքրքիր է, որ միջև հիմա երբ Ռուսաստանին ասում ենք դուք ինչու այդ PR-ի առումով չեք աշխատում, չէ՞, տեսեք, ասենք մի հատ ինչ որ մի բան են անում եվրոպական երկրները, դա իրոնց է գովազդում, ոնց է փաթեթավորվում բան, ասենք իրենք ասում են դե դա պարզ է, էլի, մարդկանց համար հասկանալի է։ Եթե մենք այսքան էժան ենք տալի, պիտի հայ ժողովուրդը գնահատի, որ բարեկամ երկիր են ընկալում, բայց բոլոր եվրոպական երկրները, որ իրար հետ գումարում ես, Էմիրատների չափ նույնիսկ էքսպորտի վրա չի աշխատում, այսինքն նշանակում է Հայաստանը չի կարող այն ապրանքները, որ արտահանում է դեպի Ռուսաստան եւ անուղղակիորեն նաեւ արտահանում է Էմիրատներու Չինաստան, դրա նույնիսկ չնչին տոկոսը ինքը չի կարող արտահանել եվրոպական շուկաներ։ Սա այնքան պարզ է, որ ուղղակի անիմաստ է դրա մասին խոսել, բայց պետքա խոսել։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հասարակության 60%-ը չի պատկերացնում, չի կողմնորոշում այդ հարցերը, որտեղ չունի օբյեկտիվ ինֆորմացիա։ Հասկանում եք։ Տեսեք, իշխանությունը տալիս է վերացական ինֆորմացիա, չի այս ինֆորմացիան չի տալիս։ Ինքը ուրիշ բաներ է տալիս, որոնք թվերի հետ որևէ կապ չունեն, որի արդյունքում մարդկանց փորձում են կողմնորոշել, որ գիտեք ինչ, այ որ դու գնաք բան դեպի եվրոպական շուկա ավելի լավ վիճակի մեջ գայթում եք, որը սուտ է։ Չէ, բայց ես կարծում եմ, պարոն Բոզյան, նաև մի հատ ուրիշ հարց կա, դա ձեզ էլ է վերաբերվում եւ հանրային մի շարք գործիչների եւ հատկապես ինչ որ ուժերի իմիջիալից քիչ առաջ է դրա մասի խոսեցի։ Ինչ որ բարդույթներ ունեն, կոմպլեքսներ ունեն, որ քանի որ հակառուսական տրամադրությունը շատ է, միանգամից կասեն ռուսի չգիտեմ էս եք, չգիտեմ սա եք, այն հնից էլ մնացած մի հատ կակեբեի չգիտեմ ինչ եք, իսկ դա շատ լավ բանեցնում է Նիկոլը, շատ լավ, ով ասում է այս ընդդիմություն եմ, իրան քննադատում Ջան, կներես, բայց մի բան ասեմ, գնում է, բայց դա մեզ չի վերաբերում, որտեղ մենք միշտ օբյեկտիվ նշել ենք, որ մենք միշտ համարել ենք, որ Հայաստանի էքսպորտի հիմնական շուկան դա Ռուսաստանն է, եւ ըստ էության Ռուսաստանի շուկայից կտրվելով մենք կկորցնենք ոչ միայն շուկան, մենք մեր էկոնոմիկան կկորցնենք։ Դա sense ձևակերպեմ։ Ավելին կարամ ասեմ, 22 թվականից սկսած, երբ որ Հայաստանի էկոնոմիկան մեծացավ 2 անգամ, ելի ռուսական շուկայի շնորհիվ մեծացավ 2 անգամ։ Եվ մարդիկ, որ հիմա աշխատավարձներ են կարողանում ստանալ, թոշակներ են ստանում, հենց դրա արդյունքում այդ ամեն ինչը։ Այլ խնդիր է, որ մենք նաև այս մակարդակի դիսպրոպորցիան պետք է նաև ինչ-որ որոշակի բալանսավորման բերել, դա միանշանակ ճիշտ է, այսինքն ցանկացած երկիր պետք է փորձի բալանսավորի իր արտաքին քաղաքական բանը, եւ այս 8 տարիների ընթացքում այս իշխանությունը սանտիմետր անգամ այդ խնդիրը չի կարողացել լուծել, որտեղ այս մարդիկ ունակ չեն ոչ մի խնդիր լուծելու։ Օրինակ եմ հարց տալիս, էլի, օրինակ մեր ժողովրդին անհանգստացնում է, երբ որ դու գիտեք, որ ամռանը կամ ձմռանը որ մարդիկ գնում են Եվրոմիության երկրներ տուրիստական նպատակներով եւ առանց վիզայի, այսպես ասած, ռեժիմը քանի որ գոյություն չունի, բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտներ կան, չէ՞, այդ կապված։ Օրինակ 8 տարվա մեջ այս իշխանությունը մի սանտիմետր անգամ չկարողացավ առաջ խաղացնել, ավելի բարդացրել այդ ամեն ինչը։ Սա եւ դրանք խոսում են Եվրոպական միության մասին կամ չգիտեմ ինչի մասին։ Սա քիչ աղելի է, պարզապես ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Մինչեւ հիմա իրանք տեխնիկական հնարավորություններ չեն կարող ապահովել, որպեսզի այդ բիոմետրիկ անձնագրերի խնդիրը լուծվի, որպեսզի կարողանան գոնե որոշակի ինչ որ հենք տան, որ մենք կարողանանք բան անենք։ Սա ի՞նչ է ցույց տալիս, որ այս մարդիկ, որոնք ասում են, թե մենք ձգտում ենք դեպի Եվրոմիություն, իրականում, ես անկեղծ եմ ասում, իրականում այս մարդիկ դեպի Թուրքիա են ձգտում։ Այս մարդկանց իրական նպատակը կաց, պարոն Բոզյան, բան է, չէ, ալեն ասենք, մարդը բաց է, կանգնեց ասենք, ԵԱՏՄ-ն էլ գրողի ծոցը կարող են ներկել, նաև կարող եք, որովհետև Ադրբեջան եւ Ալիև։ Որովհետև ես ասեմ դες, իրանց անվտանգության գլխավոր երաշխիքը անձամբ իրանց իշխանության, դա Թուրքիան է տալիս։ Էլ ոչ մի ուրիշ երկիր չի կարող այդ անվտանգության երաշխիքը տա։ Իրանք փաստացի արդեն կախված են Թուրքիայից եւ դրա համար էլ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Դուք պատկերացնում եք, այդ իրենք հասել։ Այսինքն մարդը ստիպված արդեն խոստովանեց, որ այն ինչ որ իրանք ասում էին խաղաղություն, այդ խաղաղությունը պետք է ապահովի իրանց Ադրբեջանը։ Այն Ադրբեջանը, որը չի թաքցնում, որ ասում է, որ առանց ադրբեջանցիների վերադարձի Հայաստան 300,000-ի մասն է խոսքը։ Ոչ մի խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ չի հաստատվելու։ Այն Թուրքիայի մասն է խոսքը, որ Էրդողանը հայտարարում էր 20 թվականին, որ Ադրբեջանը հենց այս խնդիրները լուծելուց հետո պետք է միջազգային ատյաններում արդեն հարցադրումներ տա, որպեսզի կարողանա տարածքային պահանջներ ներկայացնել կամ կոնտրիբուցիա տա այն պատերազմի վնասների համար։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասեմ, արգելի ժողովուրդ, որ այս մարդիկ արդեն ստիպված
քանի որ արդեն տարբերակ չկա, իրանք ստիպված խոստովանում են, որ իրանք փաստացի Թուրքիայից կախված իշխանություն են եւ իրանք ճակատագիրը անձնական կախված է Թուրքիայից, բայց իրանք ճակատագիրը ոչ մի կապ չունի Հայաստանի ճակատագրի հետ։ Եթե մեր ժողովուրդը Աստված չանի իհարկե դրան չեմ հավատում, օբյեկտիվորեն չկարողանա գնահատել այս իրավիճակը հունիսի 7-ին, ապա ես նույնպես եմ կրկնում, դրանից հետո Հայաստանը կհայտնվի մի քանի փուլերով, սկզբից կհայտնվի շատ խորը ճգնաժամի մեջ, էներգետիկ ճգնաժամի մեջ, որտեղ ատոմականի խնդիր կա, գազի խնդիր կա, Հայաստանը կհայտնվի քարեդարից հաջորդ քայլը կլինի արդեն ադրբեջանցիների զանգվածային բանը վերադարձը դեպի Հայաստան եւ Հայաստանի, այսպես ասած, դեմոգրաֆիկ իրավիճակի կտրուկ փոփոխությունը, որից արդեն մեսիջ կլինի բոլորի համար, པարզ կլինի, որ իրանք արդեն այստեղից պետք է հեռանան։ Սա նույնպես եմ կրկնում, սա կլինի այն պարագայում, երբ որ այս իշխանությունը մնա հունիսի 7-ից հետո։ Սա པարզ խնդիր է բոլորի համար։ Այս իշխանությունը, այս ընտրությունը դա քաղաքական ընտրություն չի։ Դա էգզիստենցիալ ընտրությունն է, աշխարհաքաղաքական ընտրությունն է, լինել չլինելու ընտրությունն է, որը պետք է ցանկացած քաղաքացի հասկանա։ Այստեղ անձնական, բարեկամական, ընկերական այդ մոտեցումը դա կներեք անմեղսունակության արդյունքի պետք է լինի։ Միայն անմեղսունակը կարա ասենք ընտրություն կատարի իր բարեկամի ընկերոջ կամ չգիտեմ հարևանի, գիտեք ես մի բան ասեմ ձեզ, էլի։ Ես շատ գրքեր եմ կարդացել Մաքս Վեբերի լավագույն գիրքը այդ որտեղ ինքը ասում էր, որ մարդիկ բաժանում են երկու մասի՝ մարդու եւ մարդկային նման անասունների, իմ համար ասենք շատ տեսական էր այդ մոտեցումը։ Երբ որ ես հիմա տեսնում եմ, թե ինչա պրակտիկ կյանքում դա լինում, ես ցնցվում եմ, որտեղ այդ տիպի մարդկանց պատճառով մենք կարող ենք կորցնել մեր հայրենիքը։ Մենք շատ պետքա զգոն լինենք այս հարցի շուրջ եւ պետքա ամեն ինչ անենք, որպեսզի այլևս նախ եւ առաջ մենք վռնդենք այս իշխանությունը հունիսի 7-ից հետո մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն բացասական, որ հաստատվել էր Հայաստանում այս 8 տարիների ընթացքում եւ թունավորել էր մարդկանց մտածողությունն ու պատկերացումները, մենք պետք է կարողանանք առողջացնենք ու մաքրենք։ Մեզ ինչ է պետք։ Մեզ պետք է որ մենք վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները մեր դաշնակիցների հետ եւ միաժամանակ նաեւ մենք պետք է իսկապես նորմալ հարաբերություններ փորձենք հաստատել նաեւ արևմտյան երկրների հետ։ Շատ լավ, այդ հանդիպման ժամանակ Նիկոլը փորձեց ինչ որ այսպես բաներ ասել, բա մենք դեմոկրատական երկիր ենք, խնդիր չկա, երբ որ շատ կոնկրետ Սամվել Կարապետյանի մասին էր, չէ՞, խոսքը որ փակված է բան, ինչ տպավորություններ է դա մեր։ Դե ես նույնիսկ ես դե ոչ մի զարմանալի բան չկար։ Որ մեզ մոտ քաղբանտարկյաններ չկա։ Հասկանալի է որ parz այդ Հետո եկավ այստեղ մեծ բոլորն ասեցին, տեսակ Նիկոլի ինչ արեց, տեսակ ինչ ասեց Պուտինին։ Խնդրեմ։ Նույնիսկ եմ կրկնում, այդ ամեն ինչը իմաստ չունի երկրորդ նորից վերադառնալը, որտեղ բոլորս էլ հասկանում ենք, որ ինքը այլ բան չէր կարող ասել։ Բայց խնդիրը նույնիսկ եմ ասում, կարևորը այստեղ դա չի։ Կարևորը նա է, որ ըստ էության հնարավոր չի երկար մարդկանց խաբել։ Կարելի է խաբել ինչ որ մարդկանց կարճ ժամանակակում, կարելի է բոլորին խաբել, կարելի կարճ, բայց բոլորին եւ համերժորեն խաբել դա հնարավոր է։ Շատ լավ։ Հիմա ես քիչ առաջ տեսա, իմ աշխատակիցները ցուցադրեցին, հիմա արդեն գովազդային բաներ է պատտվում։ 3-ի, Մարիամ, 3 ընդդիմադիր ուժերի լիդերների նկարներն են դնում, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, եւ մի կողմից գնում է պատերազմի ուժ էս 3-ը, ձայնը արդեն դա դարձրել են բան, այս 3-ի նկարն են դնում, տես եւ մյուս կողմից էլ բանն է Նիկոլի նկարն են դնում, ես ուղղակի չէի ուզում դա գովազդել, դրա համար ասեցի դա չդնենք։ Եվ իր նկարը որ խաղաղություն, խնդրեմ։ Ես պարզ ասեմ, եթե ես շարարկելով ձևակերպեմ հետեւյալը։ Թե ոչ։ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առաջ, երաշխավորված խաղաղության, թե երաշխավորված պատերազմի խայտարակ հետևանքների արդյունքում։ Նիկոլ Փաշինյանի պարագայում Հայաստանը ստանալու է երաշխավորված խաղաղության, երաշխավորված պատերազմ Ալիևի դեմքով, որտեղ Ալիևը պետք է ձեր բոլորի անվտանգությունը ապահովի, իսկ մենք գիտենք թե Ալիևը ոնց կապահովի այդ անվտանգությունը, որի հետևանքները կատաստրոֆիկ կլինեն մեր համար։ Այն ինչ որ մենք տեսել ենք 15 թվականին, այն ինչ որ մենք տեսել ենք 23 թվականին Արցախում, մենք այդ ամեն ինչը կտեսնենք նաև Հայաստանում։ Սա նույնիսկ եմ կրկնում, Անդրեյ պետք է բոլորը հասկանան։ Այս մարդը հիշեք թե ինչ էր ասում ժամանակին Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա ասեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Հիմա ինքը դոշին կպցրած Հայաստանի քարտեզը բոլոր տեղերում գնում է, դա բոլոր աշխարհի բոլոր փորձագիտական շրջանակները արձանագրում են, որ եթե մարդը
այդ բանը դնում է, դա նշանակում է այդ մարդը սկսել է կասկածել, որ ինքը կարող է պահել այդ երկիրը։ Դա շատ կարևոր հանգամանք է, որ բոլորս հասկանանք։ Սովորաբար ընդհանրապես մարդը սովորաբար իր դոշին դնում է իր երազանքը, օրինակ եմ ասում, մարդը կարող դնի մեծ Հայաստանի երազանքը։ Օրինակ ասենք վրացիները դնում են իրենց ամբողջական երկրի բանը քարտեզն են դնում, ցույց տալը, որ իրանք չեն մոռանալու Աբխազիան կամ չգիտեմ Հարավային Օսիան։ Հույները կարող դնեն Կիպրոսի նշանը, որ ուզում են ցույց տան, որ ամբողջ միացյալ Կիպրոսն են ուզում, որը հասկանալ է, այսինքն մարդը դոշին դնում է իր երազանքը, որը դեռ չկա, բայց ինքը ձգտելու է դրան հասնել։ Երբ որ մարդը դնում է Հայաստանի գործող քարտեզը, որը ինքնիստիկյան պարզ է, դա նշանակում է, որ այդ մարդը արդեն ինքը ստեցան կասկածի տակ է դրել, որ այդ երկիրը ինքը կարողանալու է պահել։ Սա բոլոր, ո՞ց եմ ասում, ոչ թե Հայաստանի, Ռուսաստանի, միջազգային բոլոր հոգեբաններին, փորձագետներին հարցրեք, իրենք այդ հարցի պատասխանը ձեզ կտան։ Պարզապես սա մեծագույն խայտառակություն ու ամոթ է մեր ժողովրդի համար, որ մենք ունենք մի անձնավորություն։ Դուք տեսել եք աշխարհում մի մարդու, որ երկրի քարտեզով տանի որևէ տեղ դնի։ Երկրի դրոշ են դնում, երկրի սիմվոլիկա են դնում, բայց երկրի քարտեզ, դուք տեսել եք, այդ նման բան չկա։ Ոչ փոքր երկրների, ոչ մեծ երկրների, ոչ միջին երկրների պարագայում նման պրեցեդենտ չկա։ Դա միակ պրեցեդենտը մենք ենք արել, որը մենք այս խայտառակությունով հայտնվել ենք կարմիր գրքի մեջ։ Շատ լավ։ Եվ Իրանի թեմայի երկրորդ թեմային անցնենք։ Մենք շատ ենք խոսել այս թեմայի մասին, երեք էլ այսպիսի մի հրապարակում կար, որ հիմա երկընտրանքի առջև է կանգնած, իրեն ճնշում են մի կողմից Վենսն է, Ուիտկոֆն է, Կուշներն է, որոնք ասում են, որ պիտի գնան անպայման բանակցությունների, մյուս կողմից Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Էմիրություններ եւ կոնգրեսականներ, որ պնդում են, որ չէ, պիտի այսպես ինչպես խոստացել էր քարե դարի վերացի եւ էներգետիկ համակարգը ամբողջությամբ վերացնի, ինչպես եւ ասել էր, ուր կգնա, ինչ հանգուցալուծում կունենա սա, չնայած ամեն օր ինքը ասում է արդեն ավարտված է, հարցը այսպես ասած լուծված է, բայց տեսեք, մենք միշտ մի քանի անգամ նշել ենք, որ Տրամպը հայտնվել է քաղաքական ծուղակում։ Իսկ այն ինչ որ ինքը կատարեց, մենք նախապես հիշում ենք, որ կանխատեսում ենք, ասում ենք, որ եթե ինքը պատերազմական գործողություն սկսի, ինքը կհայտնվի ծուղակում, որտեվ այդ պատերազմական գործողությունով հաղթանակ գոյություն չունի։ Հաղթանակը լինում է այն ժամանակ, երբ որ լինում է ցամաքային օպերացիա։ Իսկ տեսեք, Իրաքում 2003 թվականին 250,000 ամերիկյան զորքեր մասնակցում։ Հարց. Իրաքում ապրում էր մոտ 30 միլիոն, 25-ից 30 միլիոն մարդ այն ժամանակ 2003 թվականին։ Հիմա 92 միլիոնից Իրանում, 92 միլիոնից Իրանում 50,000-ով դու կարաս ցամաքային օպերացիա։ Իդեպս որ նախագահն ասեց, որ 12 միլիոն մարդ արդեն զինվորագրվել է, որ պատրաստ է։ Անժելա ջան, նույնպես եմ կրկնում, սա անիմաստ, եթե ինքը հիմա այսօր ինքը վերջնագիրը ավարտվում է Տրամպի։ Եթե ինքը սկսի հարվածել քաղաքացիական օբյեկտներին, Իրանը հայտարարել է, որ ինքը հարվածել է քաղաքացիական օբյեկտներին Սաուդյան Արաբիային։ Բայց մի քանի կամուրջ խոշոր արդեն ոչնչացրեց։ Ես նկատում եմ, եթե ինքը հիմա թիրախավորի արդեն, օրինակ եմ ասում, էլեկտրոցանցերը, շատ կարևոր խնդիր է։ Տեսեք, ուրեմն ասում են իրանք ուզում են իրանք ոչնչացնեն։ Երեք է ասում Թրամպը։ Իրանք են Միջին Արևելքում ամենակենտրոնական խնդիրը դա խմելու ջրի խնդիրն է, որ ծովից վերջնում է։ Միայն Իրան չէ, հատկապես համաձայն չեմ, հատկապես ծոցի երկրներում է դա կարևոր։ Իսրայելում ծոցի երկրներում, որտեղ բնական աղբյուր, բանը մաքուր խմելու ջրի գոյություն չունի։ Իրանք պետք է ծովից ջուրը վերցնեն, վերամշակեն։ Եթե այդ վերամշակող գործարանները ոչնչացնի Իրանը, ապա մոտ 100 միլիոն մարդ կմնա առանց ջրի։ 100 միլիոն մարդ որ մնա առանց ջրի, դա տիեզերական կատաստրոֆա կլինի ամբողջ աշխարհի համար։ Հիմա փաստացի, եթե Տրամպը քայլանի այդ բանի, Իրանը միանշանակ պատասխանելու է։ Եվ դուք որ ասում եք, թե Էմիրատներն ու Սաուդյան Արաբիան կողմ են, ես համարում եմ, որ դա չի համապատասխանում, իրանք շատ լավ հասնում են ինչ վտանգներ իրանից, իրանք պարզապես վախեցած են Իրանից, դա ուրիշ հարց է, բայց կողմ չեն, որ իրանք այդ բանը հարվածները լինեն։ Հասկանում եք ինչ նախնդիրը։ Հիմա այս վիճակից դուրս գալը իսկապես շատ ծանր վիճակ է, որովհետև Իրանը կոշտացել է իր դիրքորոշումը։ Ինչու, որովհետև ինքը ասում է, եթե մինչև պատերազմը մենք բանակցում ենք մենակ միջուկային ծրագրի եւ հրթիռների շուրջ, ապա հիմա ինձ կոմպենսացիա պիտի տաս, որովհետև ես ծանր վիճակի մեջ եմ հայտնվել։ Իսկ կոմպենսացիան նշում է Օրմուզի նեղուցից ինքը պետք է ինչ-որ գումարներ վերցնի։ Եթե ամերիկացիները համաձայնվեն, կստացի, որ մինչև պատերազմը իրանք ավելի լավ պայմաններ են, քան հիմա։ Հիմա Իրանը դրա համար եմ ասում, Տրամպը հայտնվել է ծուղակում, եթե ինքը խորացնի այդ իրավիճակը, աշխարհը կհայտնվի համաշխարհային տիեզերական մակարդակի ողբերգության առաջ, տիեզերական։ Եթե ինքը չանի, ապա բոլորը կհասկանան, որ ինքը
փաստացի պարտվեց այս պատերազմից։ Հիմա ինքը ոնց է դուրս գալու, ես չգիտեմ։ Իր խելքից է այս ամենը։ Երկրորդ վարկածն էլ էին քննարկել, դուք մասամբ համաձայնել եք դրա հետ, որ նաև այսպիսի տեսակետ կա, հիմա դուք էլ եք դրա մասին խոսում, երբ որ մի երկրից վրա հարձակվում ես, դու ինչքան ուզում ես ընդդիմադիր եղի, դու համախմբում ես քո երկրի։ Այո, այդ հարցը փակված թեմա է։ Եվ այսպիսի առաջարկ կար, որ ճիշտ կլինի, եթե իրենք դադարեն, իսկ սոցիալ-տնտեսական շատ եւ նաև այլ հարցերում շատ լուրջ խնդիրներ կան Իրանում։ Եթե դադարեն եւ այսպես ինֆրաստրուկտուրաներն էլ տեսեք ինչ վնասներ են կրել, այսինքն երկիրը տնտեսապես բանվիճակի մեջ հայտնվի, եթե խաղաղություն լինի, ապա չի բացառում, որ ներսից նոր հոսանքներ նոր ընդվզում եւ գնա իշխանապողության կարող է գնալ Թրամփը սրան, որտեվ այսպիսի խորհուրդներ են տալիս։ Դե գիտեք ինչ, այդ խորհուրդները տալիս սովորաբար այդ խորհուրդները արժանի են այն մարդու համար, որը մի քիչ ավելի խելամիտ մտածողության մարդ է, մի քիչ ավելի հասուն է, ավելի սոլիդ է պատկերացնում, թե ոնց պետք է լուծել։ Իսկ Թրամփի մոտեցումը շատ ինքը ոտի վրա օրական 5 անգամ։ Դուք կարծում եք ինքը իսկապես էքսցենտրիկ մարդ է, ի վերջո բան խոշոր ինստիտուտներ ունեցող երկիր է, չէ՞, այնպես չի որ ասենք Միխայելական։ Ինքը արհամարեց բոլոր ինստիտուտները։ Պիտի մի այդպեսի որ արդյոք այդպես է, որտեղ մենք շատ լավ գիտենք, թե ինչ է ընդհանրապես Իսրայել եւ հрьяաները ինչ ազդեցություն են, հա, ամերիկան եւ կոնգրեսականների վրա եւ նույն հрьяական շատ վաղուց էին ձգտում դրան, նույն շատ հрьяական շրջանակներ դեմ են եղել այս ամեն ինչին, որտեղ Չէ, բայց շատ քիչ է, չի որ շատ։ Չեմ ասի, որ մեծամասնություն է, բայց հրեական ազդեցիկ լուրջ շրջանակներ, որոնք կապված չեն Նյաթանյահուի հետ։ Սենց ասեմ։ Իրանք հասկանում են, որ Իմիջիալոց երեկվա իր խոսքում Խակեր Կարլսոնը շատ կոպիտ, որ դու մոտավորապես քեզ ում տեղն ես դրել, Աստծո տեղն ես դրել, Թրամփը, որ դու մի ամբողջ մուսուլման աշխարհ ես ուզում ոչնչացնել, որ դու Սուրբ Ծնունդի օրը, ասենք, այդ ինչ արեցիր, այնտեղ նաև հավատավոր ժողովուրդ կա, ինչ ես անում, դու քեզ ինչի տեղ, ու գիտեք, մեր խելագարի հետ շատ նմանություն ունի։ Մերը ինքը հռչակ ասում է, ես Աստված, սատանա բռնել, չգիտեմ ինչ անել, եւ նաև ընդհանրություն չեք տեսնում։ Հիմա այս տեսակետն կա, որ Էփշտեյնի ցուցակը, այնտեղ ինչ որ կար, շատ սարսափելի զարելի բան է։ Ես չեմ ուզում պնդեմ, որտեվ դա վարկած է, այ մայթի չունեմ փաստը ասելու, որ Էփշտեյն կարող է ճիշտ է ասում։ Հնարավոր է պատուհասը կարող է ծրարի կոմպրոմատների տակ երկիրը ծախում է։ Չեմ կարող պնդեմ, բայց ես չեմ բացառում, որ տես բան կարա լինի։ Մի բան, որի մասին տեղյակ չենք կարող 100%-ով պնդենք։ Բայց որ տես բան հնարավոր է, բայց փաստը գիտեք ինչի մեջ է։ Փաստը կան մենուր որ Թրամփը ամբողջ աշխարհը գցեց կատաստրոֆայի առաջ։ Սա ամենասարսափելի բանն է։ Եվ հիմա այս գործոնը հաշվի առնելով մենք պետքա շատ ավելի զգույշ լինենք, որտեվ Իրանը երբ որ հայտարարում է այս արդեն քաղաքացիական, բոլորը հասկանում են քրիտիկը սառեցված է, որովհետեւ բոլորն էլ հասկանում են թե այս վտանգները որ կան հիմա ավելի լավ է անդրադառնալ չանդրադառնալ այս խնդրին, որովհետեւ մեծ հաշվով Իրանը հայտարարում է որ բոլոր ամերիկյան կառույցները, որոնք նույնիսկ ռազմական չեն, իր թիրախում են լինելու, որովհետև ինքը բոլորից տեսնում է վտանգ, պոտենցիալ։ Սա նույնիսկ այն վնասը, որ Թրամփը տվեց ամերիկյան շահերին տարածաշրջանում, դա ուղղակի աներևակայելի է, բայց ես ափսոսում եմ, որովհետև ի վերջո այն արժեքներով, այն գաղափարներով, որ Թրամփը եկավ իշխանության, ոչ մի կապ չունի այս մոտեցման հետ, որ ինքը այսօր անում է։ Դե ինքը դավաճանելը մենք կարծեմ ինքը դավաճանելը շատ ֆունդամենտալ է։ Ինքը մագա արժեքներին ֆունդամենտալ է դավաճանել, եւ որի արդյունքում նույնիսկ եմ կրկնում ամերիկյան հասարակության այն հատվածը, որ հավատում է իրան, խորը հիասթափված վիճակի մեջ է։ Եվ մյուս կողմից էլ վտանգ է, որ կարող է գլուխ բարձրացնել այն մյուս թևը դեմոկրատական կուսակցության, որոնց արժեքները պակաս ավելի այլասերված չեն եւ ավելի վատը չեն, քան այն ինչ որ հիմա այսօր Թրամփն է անում։ Ցավոք սրտի եմ ես ասում, շատ լավ։ Իսկապես Նիկոլը այդպես վախեցած է, այսօր շատ արագ տեմպով ազգային ժողով նախագիծը տարան, որ պիտի այդ առաջնորդների անուններով հանկարծ չկոչվի։ Մի կողմից ասում է 60 քանի տոկոս ունեմ, 70% ունեմ, չգիտեմ ինչ ունեմ, չնայած տարբեր հարցումներ են ներկայացնում, շատ տխուր վիճակում է Նիկոլը եւ հետեւից այս երեք ուժերը շատ բան առաջատար դիրքերում են, հա, գնում են։ Մի կողմից այդպիսի հայտարարություններ անում, մյուս կողմից էլ այդպիսի օրենք է տանում անուններով չլինեմ։ Իսկ վախեցած է ինչ է անում։ Անջելա ջան, բոլորի համար արդեն པարզ է, որ այդ մարդու վարկանիշը տատանվում է մոտավորապես 35-36%-ի տիրույթում։ Պլյուս մինուս կարող է լինի, բայց այդ է իր թիվը արդեն։ Ռեսուրսներով հանդերձ, ամեն ինչով հանդերձ։ Ես նաև գումարում եմ դրան 200,000 ձայնը, որ կա պետական համակարգում, որ պետական համակարգը ինքը վարչական ռեսուրսը, որ ինքը կարող օգտագործի։ Այդ 35-36% կամ պլյուս մինուս ինչ-որ տոկոսներ, սա իրական ցուցանիշն է։ Ինքը շատ լավ գիտի դրա մասին։ Շատ լավ գիտի եւ ըստ էության ինքը պատը տալիս, որ
մտածում թե ոնց բան ունի, ես ու դու գիտենք թե ինքը վերջի ինչ տարբերակ ունի, բայց այդ տարբերակը չխոսենք դրա մասին, ինքը մեծ հաշվով այլ լուրջ տարբերակ չունի, որտեղ հասարակությունը ինչ այլ լուրջ, այսինքն իրան ինչ է մնացել անի։ Դե շուտ կառույցներին կամ կուսակցությունից մեկին թույլ չտա որ մասնակցի ընտրության, օրինակ եմ ասում։ Էս է մնացել, իրան ուրիշ բան չի մնացել։ Բայց նույնիսկ այդ պարագայում ինքը տեղել արդեն լուրջ որևէ շանս չունի։ Ես նույնիսկ եմ ասում, մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության մոտավորապես 70%-ը, 65-ից 70%-ը պահանջում է իրար հեռացմանը, իսկ մոտավորապես 40%-ը իմպերատիվ պահանջում է հենց այսօր հեռացմանը։ Սա է խնդիրը։ Շատ լավ, ձեր հարցումներն չէ, կարծեմ համապատասխանում են ինչ որ ներկայացնում են եւ իսկապես մեր ներքին վիճակում է շատ նման են այդ գելապի հարցումների բանին, արդյունքներին, շատ նման են եւ բայց նաեւ մի բան էլ ասեմ, մենք ունենք շատ մեծ պոտենցիալ մեր թվերը բարձրացնելու։ Մենք գիտենք թե որտեղ են այդ պոտենցիալի հնարավորությունը, ու ամենակարևորը որ իշխանությունը չունի պոտենցիալ իր թիվը բարձրացնելու։ Իր իշխանության թիվը արդեն կոնստանտ է։ Ինքը այլևս չունի ի տարբերություն մյուս քաղաքականների կորցնի, եթե այս ընդդիմադիր ուժերը լավ աշխատեն, հիմա այլևս, այսինքն մաքսիմումն է դա ակնհայտորեն։ Այս ընթացքում գնալու է ակնհայտորեն։ Ես մի հատ օրինակ բերեմ, որ դու պատկերացնես։ Օրինակ, եթե մենք ուսումնասիրենք նաև 2012 թվականի Վրաստանի ընտրությունները, ուրեմն Վրաստանի ընտրություններում այն ժամանակվա Սահակաշվիլին շատ ավելի մոտավորապես 40-45% վարկանիշ ուներ այդ ժամանակ, Թիֆլիսում ինքն էր մոտավորապես 20% վարկանիշ։ Հա, իրականում ինքը Թիֆլիսում ստացավ 10%, միջինը 10%։ Հասկանում ես ինչ է նշանակում։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ այս վարկանիշները, տեսեք շատ կարևոր մի հատ գործոն ասեմ, ընդհանրապես գործող իշխանությունը մինչև ընտրությունները ունենում է առավելություն ունի, որ ինքը անդադ որ աշխատում է ինչ-որ բաներ առաջարկում մարդկանց, չէ։ Հա, իմիջայլոց էսի դեպի կարգով, այն Արգիշտի Մեխակյանը, որ ամեն օր ես իրան բան խորհուրդ եմ տալիս գնա հոր գերեզմանին կանգնի, մի հատ թքի երևի, չէ։ Իրանց պարագայում դա է մնում, հերոսի որդի էր, չէ, եւ ինչպես կարելի էլի պղծել հարազատ հոր հերոսի հիշատակը, ուրեմն պարզվում է 3-4 առաջորներ գնացել էր իբրև թե դպրոցեր բացում։ Մի անգամ արդեն Արգիշտին բացել էր դա։ Ուրեմն ամեն Ես ասում եմ հետեւելը դուք սրանց հիմա խարդախության չափը նայեք էլի խարդախության հետեւելը ինքը իրանք ամբողջ իրանց բյուջեն սարքել են նախընտրական հնարավորություն որպեսզի աշխատացնեն իրանք ասում են ռեսուրս չկա հիշում եք այդ թոշակի հետ կապված այո բայց որ պետք է իրեն հետո որ տեսա միանգամից 10000 դրեցին թոշակը բարձրացին բանի որ բյուջեն նախատեսված չի հիմա բիզնեսից ուզում են քերեն վերցնեն այդ ինֆորմացիան բիզնեսից քերենը կոնկրետ ես գիտեմ շինարար մեկ շենքի համար, բարիս բուն իմաստով, չէ, ուղղակի հիմա գիտեք, եկել են վախեցա, չէ, կոնկրետ բան եմ ասում, պարոն Ոզյան, ուրեմն ռեկետ են արել, կլինի այսպիսի տուգանք չգիտեմ ինչ, եթե դուք տալիս եք 1.5 միլիոն դոլարի մասին է խոսքը, մեկ շենքի մասին եմ խոսում, ուղղակի մի քիչ այսպես լայն է, այսպես կտրվածքով, հետո նորից, այսինքն զբաղված է ռեկետով գործարարը։ Ես դրա համար եմ ասում, որ նույնիսկ եմ կրկնում, այս մարդկանց պարագայում ոչ մի ներդրում չի եղել Հայաստանում։ Տեսեք, երկրի զարգացումը առանց ներդրումների չի լինում։ Մարդկանց աշխատավարձը, թոշակը չի կարա բարձրանա առանց ներդրումների։ Այս մարդկանց պարագայում որևէ ներդրում չի եղել։ Այս մարդիկ աշխատել են օպերացիաներով, ասենք, այնտեղ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ռեէքսպորտի, էքսպորտի այդ պարագայում այդ փողն են աշխատել, մի հատ նեղ շրջական հսկայական գումար է աշխատել իրանց։ Չեմ ասում մենակ իրանց շրջապատից, դա ուրիշ տարբեր շրջապատից կարող լինի, բայց իրանք այդ գումարի այրոցի բաժինը փաստորեն Հայաստանի կողքով է անցել։ Եվ արդյունքում Հայաստանի էկոնոմիկա մեծացել է 2 անգամ, բայց օրինակ բանկային շահույթը որ 11 անգամ է բարձրացել, Հայաստանի մարդկանց կենսամակարդակը չի բարձրացել դրա արդյունքում։ Կարող է ինչ-որ թոշակ բարձրանա աշխատավարձ, բայց հələ գները տեսեք թե ինչ գներ է բարձրացել։ Այսինքն գների բարձրացումը կոմպենսացրել է արդեն մարդկանց թոշակներն ու աշխատավարձները։ Հասկանում եք, մինչդեռ որպեսի դու կարողանաս լուրջ մակարդակի թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, իսկ այն թոշակը, որ 45000, 46000, որ ինքը ստանա մինիմալ քեշբեքով էլ տոլնի մինչև 55000 դրամ, դու կարաս տեղ այս բանով լուրջ կարողանաս ապրես։ Սպառողական զամբյուղը մինիմալ Հայաստանում 82000 դրամ էր, հիմա անամոթաբար ասում են 61 է դարել։ Հարց Հայաստանում մի հոգի կա նորմալ, որ ասի, որ 23 տարիների ընթացքում Հայաստանի կենս բանը գները իջել են մոտավորապես 20-25%-ով, տենց մարդիկ կտեսնեք, այսինքն այս մարդիկ բառից բուն իմաստով խաբեությունը դարձել են իրենց գլխավոր դրոշը։ Մինչդեռ իրականում, եթե դու անկես խոսանք,
իրական մինիմալ սպառողական զամբյուղը մոտ 100,000-ի մոտ է հասել արդեն։ Այո։ Եվ այդ իմաստով 100,000 դրամը թոշակի համար դա այն մինիմալ փողն է, որը հնարավոր է Բայց երեք ուժերն էլ խոստանում են շատ կոնկրետ եւ ուժեղ Հայաստանն է եւ կոնկրետ մենք ունենք նաեւ մեխանիզմներ, թե ինչպես դա հասնել այո, եւ խոստանում են, որ շատ կարևոր է, որ այդ մեխանիզմը մենք ունենք, որտեղ առանց էկոնոմիկայի զարգացման, առանց մեծացման դու այդ խնդիրը չես կառուցես։ Մենք այդ ձևն էլ ունենք, թե ոնց կարանք անենք։ Մի քանի նախագծեր ունենք, խոշոր մեգա նախագծեր ունենք, որով մենք էդի հասնելու համար մենք նաև ունենք լրջագույն ծրագրեր առողջապահական համակարգում, որը շատ նմանանալու Վրաստանի առողջապահական համակարգի բարեփոխմանը, մի քիչ ավելի թույլ, որտեղ իրանք ավելի առաջ են անցել, բայց ժամանակի ընթացքում 4 տարիների ընթացքում մենք կարանք հասնենք այսօրվա Վրաստանի։ Չմոռանանք, որ եղել է ժամանակ, որ մենք ենք օրինակ եղել Վրաստանի համար։ Մենք այդպիսի 90-ական թվականներին, 2000-ական թվականներին Վրաստանը մեր հետևից էր վազում գալիս։ Մենք ավելի փոքր քանակությամբ ժողովրդին ունելով մենք ունեինք 2008 թվականին համարյա 12 միլիարդանոց հնա, Վրաստանն ուներ 10 միլիարդանոց հնա, հենց 2008 թվականին, հիշեք այդ պատմությունը։ Հիմա իրանք ունեն արդեն 40 միլիարդանոց, մենք ունենք 29 միլիարդանոց, տարբերությունը տեսնում եք, ինչ մեծ է տարբերությունը։ Սա է իրականությունը։ Սիրելի հայրենակիցներ, իրենց բերանով ասացին ու խոստովանեցին, որ իրանց միակ հույսն ու հավատը իրանց Աստված մնացել է Էրդողան եւ ավելի կոնկրետ Ալիև։ Ալիևը արդեն նույնիսկ Ալիև։ Իրենք, չէ, նույնիսկ չի, ասեց Ադրբեջանը։ Այո, իրանք արդեն իրանք չեն կարող։ Ամեն ինչից հետո ինչ որ մեկը կա արդարացում է գտնելու ընտրության չմասնակցել կամ գնալ ընտրությանը կապային ցայտա։ Ուրեմն ձեզ ամեն ինչ հասնում է։ Անժելա, մի հատ կարևոր բան էլ ասեմ։ Երբ որ մենք առաջարկեցինք երաշխարհված խաղաղության եւ որ մենք բացում ենք թե ինչա նշանակում դա։ Ասեց որ թուրքերն են մեր եւ իրանք քանի որ արգումենտ չունեին, իրանք ստիպված ասեցին որ մենք որ ասում ենք որ իրանց պարագայում դա Ալիևն է, իրանք ստիպված համաձայնեցին եւ խոստովանեցին։ Շատերը չէին հավատում դրան, բայց շնորհակալություն։ Չէ, երբ որ այս ուժերը պնդում էին, ասում էին աբսուրդ է, էլի, պիտի երաշխավոր լինի, եթե մեկը քեզ ցեղասպանել է, մեկը քեզ կապիտուլյացիա է ենթարկել, քո տարածքները տարել է, դու չես կարա իր այդ հավասարին նստել։ Երաշխավորապետ մարդը խոստովանեց, ասես ճիշտ է։ Թուրքերն են, ադրբեջանցիներն են ու Ալիևն է։ Դրա մենք փաստերով ենք ասում եւ փաստերով վերում ենք դրան եւ իրանք ստիպված։ Դե դες կամից հետո մեր ժողովուրդը պարոն Բոզյան, ես չգիտեմ, եթե ինքը ուզում է իրան կապիտուլյացիա ենթարկած, իր տարածքները օկուպացրած, պատերազմներ արող 4 անգամ, դե տեսնենք, դուք ասում եք 30 քանի տոկոս կա, եթե անգամ 10 կա, իր փոքր շահի համար, իր փոքր խմբակի համար, դա մեջ մտնում է ամբողջ վարչական ռեսուրսը, որը շատ մեծ դերակատարում է ընդհանրապես Հայաստանի բոլոր ընտրությունների ժամանակ, դուք հաշվի առեք այդ գործոնը, հա, եւ բացի այդ դուք հաշվի առեք հետեւյալը, որ հասարակության մի հատ շերտ բառից բուն իմաստով ինֆորմացիոն տերորի է ենթարկված եղել մինչև այս 8 տարիների ընթացքում այդ ինֆորմացիոն տերորի արդյունքում այդ մարդիկ այլ պատկերացումների մեջ են հայտնվել եւ սա պետք է իմանաք որ դուք հասկանաք թե ինչ են մարդիկ տենց մտածում մարդը չի պատկերացնում որ ինձ վտանգ է շատ հետեւողական ինչի 15 թվականը ցեղասպանությունը օդի միանգամից չի գալիս նենց լուսնից իջնում ցեղասպանությունը հասունանում է ժողովրդուն 15 թվականին Հայաստանում ցեղասպանություն կատարվեց որտեղ մոտարապես այն ինչ որ հիմա կատարում են Հայաստանի այսօր ոնց էին խափում եւ ինչ այն ժամանակվա ցավոք սրտի եմ ասում Հայաստանի Թուրքիայում ապրող վերնախավը իրան տենց էր պահում այդ դրա արդյունքում էլ եւ շատերը գիտեն չէ որ ասենք որ ասում են թե 15 թվականին ապրիլին երբ որ մի շարք նույնիսկ բանի Թալյատ Փաշայի ընկերները զարմացել են եւ իրանց կախախան հանեցին չէ բայց դա ամոթ էր որ այդ մարդիկ չգիտեին դրա մասին հասկանում եք դա ավելի շուտ ամոթի զգացողություն պետք է առաջ բերի այլ ոչ թե շոկայինի որ մարդիկ զարմացած էին թե ոնց իրենց ընկերները իրենց տարան դեպի կախախան հա հիմա նույն բանը ստեղ է կատարվում եւ երբ որ քո վերնախավը կներես ամերսունակ կյանքով է ապրում քո ժողովրդի մի մասը դառնում է նույնպես ամերսունակ պատկերացումների մեջ էսա հարցը այո հիմա դրա համար մեր խնդիրը պետք է լինի այն որ մեր ժողովուրդը իսկապես հիմա արդեն հասունացել է եւ մեր մնացած քաղաքական վերնախավը մի կողմ պետք է թողնի իրաց ներքին փոքրիկ կամ մեծ տարաձայնությունները բաները եւ պետք է հունիսի 7-ին մենք կարողանանք ունենալ իսկապես լրիվ նոր իշխանություն եւ արդեն տեսանելի է ես տեսնում եմ որ այդ 3 ուժերի կողքեր իսկապես ուժեր են ամեն օր նոր ուժեր են հայտարարում են եւ միանում են եւ ծես եւ մյուս երկու ուժերին հույսով որ տեսնենք ինչ կլինի շնորհակալություն